Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Մհեր Սեթրակյանն այսօր հայտարարություն է տարածել, բայց ներողություն չի խնդրել Ամեկ+-ի լրագրող Մհեր Արշակյանից։ Նա պարզապես անկեղծորեն իր ափսոսանքն է հայտնել նյարդային պահին հնչած իր այս խոսքերի համար։ Արդեն կապները կդրվել է։ Մհեր Սեթրակյանը հայտարարում է, որ լրագրողն իրեն նյարդայնացրել է, հետո ամենը խնամքով մոնտաժելով աղավաղել իրողությունը։ Ներողություն չխնդրելով հանդերձ նա ասում է, թե մեր ողջ հասարակությունից պիտի ներողություն խնդրի թե ինքը, թե լրագրողը, էթիկան խախտելու համար։ Քանի որ նույնիսկ Մհեր Սեթրակյանն է գտնում, որ ինքը խախտել է պատգամավորական էթիկան, լրագրող Մհեր Արշակյանը դիմում է էթիկայի հանձնաժողով, պնդելով, որ պատգամավորի սադրանքի եւ մոնտաժի մասին խոսքերն իրականությանը չեն համապատասխանում։ Էթիկայի հանձնաժողովի որոշումից կախված կլինեն Մհեր Արշակյանի եւ Ամեկ+-ի հետագա քայլերը։ Սա այն դեպքն էր, երբ կարելի էր նաև դատախազություն դիմել, լրագրողին մասնագիտական պարտքը կատարելիս խոչընդոտելու համար։ Մեկ ամսվա ընթացքում Մհեր Սեթրակյանը 3 անգամ սպառնալիք է հնչեցրել Ամեկ+-ի ներկայացուցիչների հասցեին։ Առաջինը համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում, որտեղ ծեծկռթուքի հետևանքով հայտնվել էր դերասան Սերգեյ Գրիգորյանը։ Նրան այցելել էր պատգամավորը, հերքելով հանդերձ, որ ինքը կապ ունի այդ միջադեպի հետ։ Մեր տեսախցիկի ներկայությունը խիստ զայրացրել էր։ Հաջորդ օրն արդեն խորհրդարանում պատգամավորը ենթադրում էր, որ լրագրողներին պատվիրել են այդ ծեծը կապեր իր անձի հետ։ Ինչ հիմնավորմամբ հարցնում են լրագրողները։ Գիտեք, մի քիչ չափ եք անցնում։ Աշխատեք շատ չափը չանցնեք, որ համով լինի։ Իդեպ հիվանդանոցում սպառնալիքներ ստացած Ամեկ+-ի օպերատորը հաջորդ օրը աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց, վիրավորված, որ այսպես են իր հետ վարվում պատգամավորն ու նրա անվտանգության աշխատակիցները մասնագիտական պարտքը կատարելիս։